Քայլ 5. Հմտացիր բանակցությունների արվեստում։ Այս երևի մեկ կետն է, որ չի վերաբերվում ուրեմն տեխնիկական հմտություններին, ավելի շատ soft հմտություններ։ Իհարկե ղեկավարի կարևորագույն հմտություններից մեկը բանակցելն է ու ելի ինչքան վերևես մի բարձրանում ղեկավարի աստիճաններով, կարիերայի աստիճաններով ավելի բարձր մակարդակի ղեկավար է ստանում, այնքան այս հմտությունը կարևոր է դառնում, որովհետև այնքան ավելի ուրեմն փորձառու ու բարդ մարդկանց հետ է ստիպված բանակցել։ Դուք միշտ բանակցելու եք թե ձեր ղեկավարների, թե ենթականների, թե մատակարարների, թե հաճախորդների, բոլոր գործընկերների հետ միշտ բանակցելու, միշտ անեցիքի հետ եք բանակցում։ Մի հատ լավ խոսք կա, այս Ալ Կապոնեն ասում են թե, ասում է ես իմ ավազակներից 3 տասնյակ կտամ մեկ մարդաբար, ով կարող է խնդիրներ լուծել խոսելով։ Բանակցելու արվեստը շատ կարևոր հմտություն է ցանկացած ղեկավարի համար ու իրոք լավ բանակցող ղեկավարը, լավ բանակցող մարդը շատ կարևոր դեր կարող է ունենալ ցանկացած բիզնեսում։ Այդտեղ հիշեցի մի հատ դեպք մեր գործընկերներից մեկը շատ մեծ ընկերության ֆինանսական տնօրեն մի անգամ հանդիպման ժամանակ, որը մի քիչ sense կոնֆլիկտային ֆոնով էր գնում, sense մի պահ ջղայնացած ասաց ֆինանսական տնօրենը, ասաց դուք էլ գիտեք ես այդտեղ ֆինանսներով եմ զբաղվում կամ հաշվապահությամբ եմ զբաղվում, հարցեր եմ լուծում, մարդկանց խնդիրներն եմ ստեղ լուծում։ Այս օրինակի ինչ եմ ասում, որովհետև նույնիսկ մասնագիտական ուղղվածություն ունեցող բաժիններում, օրինակ ֆինանսների բաժնում, որտեղ որ պրինցիպը բոլորը ֆինանսիստ են ու ֆինանսական տնօրենը ֆինանսական հարցերով է զբաղվում, նույնիսկ այդ տիպի բաժիններում ղեկավարը շատ անգամ ոչ թե նեղ մասնագիտական գործով է զբաղվում, այլ զբաղվում է այլ թիմերի հետ կոմունիկացիան ճիշտ կազմակերպելով հավասար մակարդակում, ներքևի մակարդակում, ընկերությունից դուրս գործընկերների մակարդակում, հա, կոմունիկացիան պահելով, ճիշտ բանակցելով ու ընկերության համար ճիշտ որոշումներ, ճիշտ բաներ, հա, պայմանավորվածություններ բերելով։ Այնպես որ բանակցությունը շատ կարևոր հմտություն է։